Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ ԱԻ առաջնորդ Պարույր Հայրիկյանին։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան, Բարև ձեզ։ Հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես։ Ես վերջին օրերին հերթական անգամ վերհիշել էի 70-ականների սկզբին ձեր առաջարկած անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագիրը։ Ինչու էի դա վերհիշել, ինչու էի կարդում այդ մասին արկա նոթերը, որովհետև իմ տպավորությամբ հիմա վարչախումբը անում է ճիշտ հակառակը։ Մեզ փորձում է անկախությունից զրկել հանրաքվեի ճանապարհով։ Իրենք ասում են, որ Ալիևյան սահմանադրությունը, որով պիտի վերացնեն Հայաստանի Հանրապետությունը, որով Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը պիտի առ-ոչինչ համարեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի միջոցով պիտի անեն։ Այն, ինչ Ալիևը թելադրել է սրանց, իրենք պիտի դնեն հանրաքվեի։ Դուք 50 տարի առաջ հակառակի համար եք կռիվ տալիս, դուք եւ ձեր ընկերները, անկախության։ Սրանք մեզ անկախությունից զրկելու մարմաճով են տառապում։ Սրանք հակաանկախական են իրենց էությամբ եւ բովանդակությամբ։ Դուք ևս ունեք այդ զգացողությունը։ Ես իհարկե նման բաները զգում եմ, բայց հետևում եմ նաեւ խոսքերին, խոսքերը այլ բովանդակություն են փոխանցում։ Իբր անկախությունն իրենց համար այնքան կարեւոր է, որ շատ այլ արժեքներից կարելի է հրաժարվել։ Բայց մի բան կա, որի դեմ վիճել չեն կարող, որը չեն կարող ենթարկել որևէ քննադատության, եւ անկախությունը եւ ազգի հետ կապված որևէ գաղափար ի վերջո կապված են անմիջականորեն մարդու հետ։ Եվ եթե կապված են մարդու հետ, ապա մարդկային հավաքականության հետ կապված լուծումների բանաձևը, լուծումների գործիքը ժողովրդավարությունն է։ Սրանց հիմնական վտանգավորությունը ինձ համար հասկանալի է նրանից, որ իրենք հասկանալի հատկապես այն բանով, որ իրենք դեմ են ժողովրդավարությանը։ Եվ սա մերկապարանոց հայտարարություն չէ։ Հայաստանում ժողովրդավարությունը սահմանադրության մեջ ամրագրված է որպես գլխավոր արժեք, բայց ժողովրդավարության առարկայական բովանդակությունը տրվում է միայն մեկ օրենքով։ Դա կուսակցների մասին օրենքում նշված մի փոքր նախադասություն է։ Եթե ես չեմ սխալվում, դա Վենետիկի հանձնաժողովի պարտադրանքն է եղել եւ մերոնք նախորդ իշխանությունները եւ սրանք նրանց հետ միասին չեն գիտակցել դրա կարեւորությունը, այսինքն առաջին հայացքից թվում է ինչ կա, որ եթե մեկը դիմում է տվել, ապա իշխանությունները դիմում պիտի քննարկեն։ Բայց կուսակցների մասին օրենքում հատկապես նշված է որպես ժողովրդավարության գլխավոր երաշխավոր։ Երբ կուսակցությունները փոխանցում են հանրագիր, անհատական կամ խմբակային, ապա իշխանությունները, պետական կառույցները եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են քննարկել։ Մինչեւ ընտրությունները ես դա որպես 100%-ով ապացուցված իրողություն ներկայացրել եմ մեր քաղաքական դաշտին, բայց քանի որ իրենք բավարար փորձառություն չունեն կամ բավական խորագիտություն չունեն, նրանք չհասկացան, թե ես ինչ եմ ասում։ Ասում եմ, լսեք, դուք ընտրությունների հետ հույսեր եք կապում։ Բոլոր քաղաքական ուժերին եմ ասել, սկսած այսօր հիմնական անդիմադիր ուժը դարձած ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Կարապետյան, վերջացրած նրանց, որ չանցան խորհրդարան, բոլոր քաղաքական ուժերին։ Եթե օրվա իշխանությունը ցուցադրաբար, լկտիաբար, քրեական հանցագործություն կատարելով, այսինքն իշխանության չարաշահումը, դա գիտեք, քրեական հանցագործություն է, խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այն կետը, որը վերաբերում է ժողովրդավարությանը, նշանակում է Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է։ Եվ դուք մինչև ընտրությունների գնալը ճիշտ կլինի, որ բոլորդ կենտրոնանաք, համախմբվեք, ինչպես ձեր հայրերն ու պապերը ժամանակին համախմբվել են իմ անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարի շուրջը, համախմբվենք եւ այդ հարցը ասպարեզ իջեցնենք, կանխենք հետագա զարգացումները։ Իրենք դա համարեցին 10-րդական, ավելին ասում էին, պարոն Հայրիկյան, իրենց իշխանության օրոք իրենց սխալների դեմ պիտի խոսենք, կամ իրենց քրեական, բայց իրենց իշխանության օրոք դուք գնում եք ընտրության, գնում եք իրենց ժողովրդավարության հակասող բարքերը, վարքն ու կեցվածքը կարծես թե ընդունելով, ամրագրելով։ Ու դրա հետևանքով տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, նկատի ունեմ այսպես կոչված ընտրությունները չկա մի քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտից, որ ընտրությունները ընտրություն համարի։ Իսկ աշխարհում քաղաքակիրթ աշխարհում ընդունված է այսպես. դու համարվում ես արդար ընտրված, եթե ընդդիմադիրները քեզ ողջունում են, շնորհավորում են։
Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին, երբ Բուշն էր կարծեմ իրեն ընդունել, նա ողջունել էր այսպիսի խոսքերով. մենք գիտենք, որ ձեր երկրում ձեր ընդդիմությունը ձեզ ընտրված նախագահ չի համարում, դա արևմուտքում նշանակում է դու նախագահ չես։ 96-ից հետո Այո։ 96-ից հետո Քլինթոնը պիտի լիներ Կարծեմ ուրեմն արդեն։ 96-ից հետո չէ, կներեք, 96-ից հետո չեն ընդունել։ 96-ից հետո Լևոնը բոյկոտի է ենթարկվել բացարձակապես աշխարհի կողմից։ Իրենք աղաչում խնդրում են, որ Քլինթոնը ընդունի։ 91-ից հետո Տեր-Պետրոսյանի նման բան է ասվել Սպիտակ տանը։ 91-ին, այո, հենց ողջունելից, որպես կարծես թե այստեղ հրշական մամուլը հիացած էր, տեսեք ինչ են ասել։ Ամերիկան մեր նախագահին ընդունում է որպես ընտրված նախագահ, բայց դրանից առաջ եղել էր կարճ ձևակերպում։ Մենք գիտենք, որ ձեր ընդդիմությունը ձեզ օրինական ընտրված նախագահ չի համարում, բայց մենք ձեզ ընդունում ենք որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Դա հայոյանք էր, ամենակոպիտ հայոյանքը քաղաքագիտական լեզվով։ Հիմա նույն բանը զարգացումը այսօր մենք տեսանք։ Մի բան է, որ ընտրությունները վիճարկվում են ընդդիմության կողմից կամ ընդդիմությունը չի շնորհավորում հաղթող ճանաչված ուժին, բայց մի բան է, պարոն Հայրիկյան, երբ բոլորիս աչքի առջև նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա սահմանադրական դատարանը գողանում են տասնյակ հազարավոր մարդկանց քվեները եւ այդ քվեների հետևանքով ձևավորված մանդատները։ Սա հենց ձեր նկարագրած ժողովրդավարության գերեզմանումն է, երբ մարդիկ ուղիղ եթերում են տեսնում այդ ամենը, այսինքն նույնիսկ ձևել չեն թափում քողարկելու, թե իբր իրենք բռնապետ են։ Առավոտից երեկո բարբաջում է, չէ՞, Լուկաշենկոյի մասին օրինակ։ Իր իդեալը Լուկաշենկոն է։ Հիմա արդեն ես գնալով համոզվում եմ, դա ակնհայտ է։ Ինքը նախանձում է հավանաբար Լուկաշենկոյի բռնապետական հակումներին, ուզում է հավասարվել նրան կամ Ալիևի։ Մեր քաղաքական գործիչները դրան նպաստեցին։ Քաղաքական պարտավոր եմ ասել, որովհետև եթե գրանցված կուսակցություն ես, արդեն քաղաքական պիտի համարվես ուժ որպես։ Ես բազում անգամներ ասում եմ, մենք պիտի կանխենք Նիկոլի Լուկաշենկոյացումը։ Բազում անգամներ եմ ասել, բայց դրան լուրջ չէին վերաբերում եւ այն ինչ որ դուք հիմա ասում եք, այո, բազմաթիվ փաստերով կարող ենք դա ամրագրել, բայց իհարկե համաձայն եք ինձ հետ, վստահ եմ, համաձայն եք նաեւ մեզ լսողները, որ խնդիրը այսօր ոչ թե քննադատելն է, եւս մեկ անգամ խոսելը այն բանի մասին, թե ինչքան վատ է սխալ բան անելը, որ ինչքան վատ է այդ սխալը նաեւ իշխանավորի համար, որովհետեւ իշխանավորի արած սխալը ավարտվում է մեծ մասամբ իշխանավորի համար ողբերգական հետևանքով։ Նույն Ռումինիայի օրինակի հիշենք, երկար տասնամյակներ Նիկոլա Չաուշեսկուն համարվում էր Մոսկվային ընդդիմացող առաջադեմ քաղաքական գործիչ, բայց երբ դարձավ բռնապետ, ընթացքում հենց նույն ռումինացի ժողովուրդը որոշեց, որ սա արժանի է դատապարտման։ Նույնը նաև այսօրվա մեր սահմանադրության հայր Մոնտեսկյոյի հետ ներողություն։ Նեղակեց Մոնտեսկյոն ու Իտալիայի բռնապետը Մուսոլինին, մայով որ ասեց Մուսոլինին։ Ինչևէ, դա նաև իրենց համար է վնասակար։ Այո, ճիշտ եք ասում, ելքի մասին խոսելն է, ես ելքը սկզբից էի առաջարկում։ Ես գիտեք այն ասում էի եւ անցյալի անկատարով խոսել չեմ սիրում, բայց փաստը ճշտելու համար, որ ես այն ժամանակ նախապես ասել եմ։ Պետք չէ խոսել, օրինակ հոխորտում էր տեխնացուներից մեկը կամ կուսակցապետերից մեկը ասում էր, եթե ընտրություններում խախտումներ լինեն, մենք պատրաստ ենք հետընտրական պայքարի։ Դու արի հիմիկվանից թույլ մի տոր որ դրանք լինեն, իսկ թույլ չտալու ձևերի մասին եւ գործելակերպի համակարգի մասին ես խոսել էի։ Դրանցից մասնավորապես ամենակարևորը, որ հնացած չէ եւ այսօր էլ այժմ էական է, մանավանդ որ դուք նշեցիք ժողովրդի ինքնորոշման գաղափարը, ժողովրդի դեմ օգտագործելու տրամադրվածությունը, հանրակրվեն ի վերջո ինքնորոշման առարկայական դրսևորումն է։ Սկսված է սահմանադրական գործընթաց, ձախողված է այդ գործընթացը։ Տեսեք, 2020 թվականին սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացը ես ամսաթվերով կարող եմ ասել, քանի անգամ է ժամկետները փոխվել, քանի անգամ է փոխվել, քանի անգամ նոր նորմատիվ ակտ է ընդունվել, քանի անգամ այդ նոր ընդունվածը նույնպես խախտվել է։ Նոր խորհուրդ է ձևավորվել, հետո նոր հանձնաժողով, նոր վերջնաժամկետներ են սահմանվել։ Այո, դա ընդհանուր առմամբ 7-8 անգամ։ Դրանցից որևէ մեկի խախտումը նորմատիվ իրավական ակտի խախտումը դա իշխանության չարաշահում է կամ անփութություն։ Դրանք երկուսն էլ քրեական հանցագործություններ են։ Որոնց մասին դուք կարծեմ հաղորդում եք տվել գլխավոր դատախազությունը։
Եվ անարձագանք է մնացել։ Գլխավոր դատախազությունը մենք տվել ենք հաղորդում նաև քրեական հանցագործության մասին, այսինքն կուսակցությունից ստացվել է դիմում, որը պարտավոր էին քննարկել ու չեն քննարկել, բայց գիտեք էս հետաքրքրականը որն է։ Ինչ որ մեկը որոշում է պետական համակարգի միջոցով սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել, այդ իրավասությունը իրեն տրված է նախաձեռնելու իրավասությունը։ Եվ այնտեղ կա պարտավորություն նորմատիվ իրավական ակտում քննարկել բոլոր առաջարկները, աշխատել հրապարակավ։ Հիմա մի առաջարկ է եղել։ Այդ հսկայական աշխատանքների ընթացքում մեկ ամբողջական առաջարկ է եղել, որը 10 անգամ է տրվել։ Ես միտումնավոր կերպով 10 անգամ եմ տվել, որ վաղը որ ի վերջո պիտի արդարություն լինի, չէ՞, երկրում, այլապես մենք կործանվելու ենք։ Աշխարհի ոչ մի ազգի ապագան այնքան սերտորեն չի առնչվում արդարության հասկացության հետ, որքան մերը, որտեղ արդարությամբ է, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մաս կարող ենք կազմել։ Հենց մենք ընկանք անարդարությունների միջավայրը, անարդարություններ կատարողների հսկայական բանակ է մեր շրջապատում։ Պարոն Հարիկյան, երբ մենք սահմանադրության մասին ենք խոսում, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների կամ առավելևս նոր սահմանադրության ընդունման, մի բան է, երբ ես եւ դուք ինչ ենք դնում դրա տակ եւ մերպես մարդիկ։ Մեկ բան ինչ է դնում վարչախումբը, որովհետեւ օրինակ տասնամյակներ շարունակ դուք խոսում եք այս կառավարման կարգի անթույլատրելիության մասին, դա ձեր սկզբունքային մոտեցումն է։ Վարչախումբը այդ կանխավարկածից չի ելնում, որովհետև ինքը, որը նախկինում 2015 թվականին կեղծ կատեգորիա էր համարում նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների եւ դրանով իսկ կառավարման կարգի փոփոխման հարցը, հիմա նոր սահմանադրության ընդունմամբ կառավարման կարգ չի փոխում։ Իր համար պետք է ընդամենը Ալիևի կամքը կատարել, դրա համար են իրենք նախաձեռնել այդ փոփոխությունները։ Ես ավելին ասեմ, դուք 15 թվականի հայտարարությունների մասին խոսեցիք, որ Սերժ Սարգսյանի հակով է կարված, բայց 18 թվականին այսպես կոչված հեղափոխություն է եղել։ Ի վերջո իշխանափոխություն է եղել նույն շեշտադրմամբ։ Մերժիր Սերժին կարգախոսը նշանակում էր մերժիր Սերժ Սարգսյանի այն սահմանադրության նախագիծը, որով կառավարման կարգ է փոխվել, Հայաստանը դարձել է խորհրդարանական, որի միջոցով Սերժ Սարգսյանը կարողանում է մնալ իշխանության։ Այսինքն 18 թվականին իրենց ասված այսպես կոչված թավշյա ոչ բռնի խաղաղ այդ բառերի կույտ արդեն ցույց է տալիս, որ ինչ որ ներքին անհարմարավետություն կա։ Թե չէ մի անգամից կասեն, չէ, մեր խաղաղ հեղափոխություն։ Էլ ինչի ես ասում ոչ բռնի, խաղաղ, թավշյա, ծիրանագույն, չինեմ հապա։ Դա ցույց է տալիս, ինչպես փոխեցին իրենց դիրքորոշումը այդ նույն սահմանադրության մասին։ Եվ տեսեք, իրենք նույնիսկ հեղափոխություն են կատարել ճակերտավոր, իրականում թեկուզ իշխանափոխություն, ելնելով այն բանից, որ այս սահմանադրությունը աննպատակահարմար է, մեղմ ասած։ Իրականում դա սահմանադրական սահմանադրություն է։ Ի վերջո, փաստ Մուսոլինիի սահմանադրությունը, որը մերժվել է, դրա համար Մուսոլինիին պատիտա գնդակահարել են, այդ սահմանադրությունը հանկարծ հայ մարդկանց պարտադրվում է որպես լավ սահմանադրություն։ Դրա դեմ հեղափոխություն է արվում, բայց հետո հանկարծ որոշվում է, որ պիտի փոխենք ոչ թե այդ կարգը, այլ փոխենք, չգիտեմ, ինչ որ բաներ։ Հիմա օրինակ եկեղեցու մասին դրույթը հանել, օրինակ զինված ուժերի սահմանադրական պարտավորությունները վերանայել, ընտանիքի մասին դրույթը։ Հայ ազգի իր ապրելու իրավունքը հիմնավորող դրույթներից օտարելն է։ Մի շատ կարևոր բան է սա։ Եթե դու խոսում ես անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգություն կատարելու հնարավորության մասին, դա նշանակում է հայ ժողովրդի, գիտեք, որոշ ուժերի համար դա 1-2 տարվա ընթացքում հասունացած խնդիր էր, բայց մենք անկախության գաղափարը տասնամյակներով ենք հասունացրել։ Այսինքն Ղարաբաղ կոմիտեն, դարձավ ՀՀՇ, 1-2 տարվա մեջ իրենք մի կերպ ընդունեցին մեր 20-30 տարվա ընթացքում մշակած ծրագրերը։ Լավ կամ վատ ընդունեցին։ Հիմա բայց դրանք գալիս էին հնուց։ Մենք էլ վերցրել ենք մեր նախներից, օդից չէր գալիս անկախության գաղափարը։ Իրենք վերադառնում են հիմնական մտքին։ Այն ինչ որ իրենք արել են, անում են, կանեն, դա իրենց անելիքն է։ Ճիշտ կլինի, որ մենք խոսենք մեր մասին։ Պարկեշտ մարդիկ ավելի շատ խոսում են իրենց անելիքների մասին, իրենց մասին։ Սիրուն չի, ուրիշ իր մասին խոսի։ Այսօր շատ կարևոր է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները եւ նրանց քաղաքական դիրքորոշումը ներկայացնող, դրանք մարմնավորող քաղաքական գործիչները հասկանան, որ Պարույր Հայրիկյանի, ԱԻՄ-ի եւ 17 քաղաքական ուժերի հավանության արժանացած բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը շատ կարևոր է։
նախ դա հասկանան։ Դու եթե ընդունել են 17 քաղաքական ուժեր, ուրեմն հասկացել են։ Հետո հասկանան, որ երբ իշխանությունները 6 արդեն 7-րդ տարին է խաղեր են տալիս սահմանադրության շուրջ եւ դեռ որևէ արդյունքի չեն հասել բացի խոստումներից, սպառնալիքներից կամ հաջողակատարությունից օտարի հանդեպ։ Մենք պիտի հասկանան, որ դա առաջնահերթ խնդիր է։ Հասկանան կարևորությունը, դա կյանքի կոչելու առաջնահերթություն է եւ դա առաջնահերթություն դարձնելու համար պետք է համախմբվել։ 91 թվականին, երբ ձեր նշած անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարի շուրջ համախմբվեցին, իմ շուրջ չեն համախմբվել։ Համախմբվել են գաղափարի շուրջ, մենք միասնական նույնիսկ հանձնախումբ ստեղծեցինք իշխանակիր ՀՀՇ-ն եւ ԱԻՄ ու այլ քաղաքական ուժեր, որպեսզի այդ հիմա նույն կերպ շատ արագ պետք է այդ սահմանադրության պատրաստի նախագծի շուրջ համախմբվել եւ գիտեք, եթե ուրիշ հարցերում մենք կարող ենք ունենալ դժվարություններ, այս դեպքում այսպես է։ Դուք 20 թվականի փետրվարի 12-ին սկսել եք սահմանադրական բարեփոխումների գործընթաց, իշխանությունները տապալվել եք։ Դուք չեք կատարել այդ աշխատանքներում նախատեսված հիմնական գործելակերպի հիմնական պահանջները, քննարկել բոլոր առաջարկները, խախտել եք կուսակցների մասին սահմանադրական օրենքը, մենք միասնական ուժերով պիտի հավաքվենք, այդ հարցը բարձրացնենք եւ այդ հարցի բարձրացման դեպքում մեզ հակառակվելը հավասարազոր է դառնում հակադրվել ոչ միայն ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, այլ ընդհանրապես մարդկային տրամաբանությանը, նույնիսկ բռնապետների տրամաբանությանը, նույնիսկ Լուկաշենկոն կարող է վերկենալ ասել Նիկոլ Վովայևիչ։ Չէ՞ որ դու սահմանադրական բարեփոխումների նախագիծ ես ընդունել, այդ մարդիկ էլ ամբողջ հայ ժողովուրդը հավաքվել է, եթե քաղաքական ուժերը կլսեն ինձ ու կհասկանան որ հավաքվել է, ասում է դե դու որ չես կարողացել, մի հատ էս նախագիծը քննարկիր։ Նիկոլ Վովայևիչ, չէ՞ որ դու ունես կուսակցությունների մասին սահմանադրական օրենք։ Այնտեղ գրված է որ պիտի քննարկես ախպեր ջան, տղա ջան կամ շեֆ ջան։ Ինչի՞ չես քննարկում։ Նույնիսկ Լուկաշենկոն դա կասի, բայց դա պետք է անել ոչ թե Պարույր Հայրիկյանը, որովհետև Պարույր Հայրիկյանը թաղել է այն մեծ սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր Պարույր Հայրիկյանին, երբ որ մերժել է Բուշի առաջարկը դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում։ Ես այն Հայրիկյանին թաղել եմ, ասել եմ ինձ պետք չէ, իրենք դա դժվար են տանում։ Ու եկել եմ Հայաստան, ասել եմ իմ տեղը Հայաստանն է, 90 թվականին վերադառնալուց առաջ։ Այն Հայրիկյանը ասում էր ու սենատորները դիմում էին նախագահին, ասում են Հայրիկյանն ասել է, այս ինչ բան ուրեմն մենք այդպես պիտի անենք։ Հիմա այդ Հայրիկյանին ես թաղել եմ հոգեբանորեն եմ ասում գաղափարական տեսակից, որպեսզի գամ Հայաստան։ Հիմա պետք է որ հայ ժողովրդի հավաքական կամքը դրսևորվի։ Մտածում ենք առաջիկայում մի կլոր սեղան կազմակերպել այս հարցը քննարկելու համար։ Հասարակ բան է։ Ընդունում ենք, որ մեր սահմանադրությունը անկատար է, այս սահմանադրության պայմաններում մենք ապրեցինք ձախողումներ եւ նվեր ստացանք Նիկոլի նման փորձանքին։ Ընդունում ենք, որ Նիկոլ Փաշինյանի սկսած սահմանադրական բարեփոխումների գործը ուշացումով դեռ 20 թվականին, բայց բխում էր իր կատարած իշխանափոխության հիմնական պահանջից, ունենք պատրաստի նախագիծ, որը շատ կարևոր ենք համարում, որտեղ մարդն է դառնում երկրի տերը, եւ ուզում ենք, որ դա հիմա նույն այդ հանձնաժողովով հրապարակավ քննարկվի։ Եթե այս բանը միասին մենք որոշենք, ասենք Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերը, նաեւ նիկոլականների մեջ առողջ մտածող մարդիկ։ Այդ թեմայով դուք բազմիցս հավաքներ արել եք, տարբեր քաղաքական ուժերի հետ ես հետևել եմ դրանց, մի քանիսին մասնակցել եմ, հրաշալի հիշում եմ բովանդակությունը։ Այլ բան էլ եմ հիշում, պարոն Հայրիկյան, մեր հետ պատերազմյան մի քանի զրույցներում կարմիր թելի պես անցնում էր ձեր հետևյալ միտքը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Փաշինյանը Արցախը դարձրեց պատանդ եւ արցախցիներին պատանդ դարձրեց։ Նույնիսկ արձանագրում ենք, որ իրենց ծանր հետևանքներով։ Այո, նույնիսկ արձանագրում ենք, որ 23 թվականի մեծ բռնագաղթը եւ հայրենազրկումը այդքան ծանր պայմաններում, բայց արցախցիներին առնվազն այդ պատանդարությունից ազատեց, թեև հայրենազրկեց եւ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, նույնիսկ անգերեզմանություն բառից իրականացվեց ցեղասպանություն։ Միանշանակ եւ 48 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի բոլոր դրույթները այդտեղ 23 թվականին իրականացվել են շրջափակումից սկսած։ Ես տպավորություն ունեմ, որ նա հիմա Հայաստանն է տանում նույն ճանապարհով։ Նա պատանդի է վերածել արդեն Հայաստանը։ Նա Հայաստանը պատանդի է վերածել այս աշխարհակաղակական շպագատը իջնելով եւ շարունակաբար հարցադրումներ անելով միջազգային այն կազմակերպությունների մասին, որոնց անդամ է Հայաստանը, բայց ինքը համարձակություն չունի այդ կազմակերպությունների մասին օրինակ ամբողջ ճշմարտությունը ասելու։ Տեսեք ինչ է ասում, ասում է ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ Շատ լավ, դե դուրս արի։
դուրս արի ՀԱՊԿ-ից, մի ճամարտակիր, դու ընդդիմադիր գործիչ չես, դու ոչ բարով երկրի առաջնորդ ես։ Ասում այս դեռ պիտի հասկանամ, ԵԱՏՄ կա թե չկա։ Գնացիր Միշուստինի հետ հանդիպեցիր Եկատերինբուրգում։ Հասկացար, կար ԵԱՏՄ թե չկար։ Այսինքն իր իշխանավարման 9-րդ տարում այս անմակարդակ բառամթերքը եւ ընդհանրապես միջազգային կազմակերպություններում, միջազգային հարաբերություններում, միջազգային իրավունքի սուբյեկտ որպես մեր դիրքավորման մասով, ին տպավորությունը այն է, որ Հայաստանը նա վերածել է պատանդի եւ հիմա արդեն ելքերին ենք գալիս։ Ինչ է պետք անել մեր այս պատանդի կարգավիճակը թոթափելու եւ մեր երբեմնի կարգավիճակը վերականգնելու համար։ Թող մեզ լսողներին տարօրինակ չթվա, բայց այստեղ էլ Սահմանադրության վերաբերյալ խոսակցությունները եւ քաղաքացին երկրի տերը դարձնող Սահմանադրության ուղղությամբ աշխատանքները լուծում են նաեւ այդ խնդիրը, որովհետեւ մեր պատուհասները գալիս են հիմնականում նրանից, որ մեր ժողովրդի ճակատագրի տերը դարձել եմ ես, ոչ թե ժողովուրդը, կամ դարձել է ինչ-որ մեկը։ Այնինչ պետք է այնպեսի համակարգ ունենալ, որ Մուսոլինին կամ Մուսոլինիի ուրվականը չորոշի, որ ինքը ձեր այդ գերազանցությունը որոշել է ինչ-որ բան անել։ Տեսեք, գրչի մի շարժումով, մի հրամանով Ամիրյան փողոցը դարձավ Պապ Թագավորի փողոց։ Բայց չէ որ քեզնից առաջ եղել են մարդիկ, որ այդ փողոցը կոչել են Վռամշապու արքայի անունով։ Պապ Թագավորի անունով կարող էր ուրիշ բան, ուրիշ փողոց կոչել, եթե կամ ինչ-որ դեմ չեմ ես։ Պապ Թագավորին հասկանում եմ հայ ազգային պատմության մեջ մեծագույն բարեփոխիչներից մեկը, ազգային տրամադրվածությամբ։ Եվ նույնիսկ մեր քրիստոնեական եկեղեցու առանձնացումը նրա, գիտեք, համաշխարհային եկեղեցի դառնալու, եթե դա Երուսաղեմում լինելուց կարող ես հասկանալ, Երուսաղեմում լինելուց հետո հասկանում ես, որ հայ առաքելական եկեղեցին համաշխարհային 3 եկեղեցիներից մեկն է, համաշխարհային կաթոլիկներ, ուղղափառներ եւ հայ առաքելական եկեղեցի։ Ինչևէ, այդտեղ էլ Պապ Թագավորի դերը կա, բայց այս մարդու մոտ, այս մարդկանց մոտ չկա ամենակարևոր բանը, որը տրվում է երկրային կյանքում հաջողության հասնելու համար։ Պատվիր մեծերից։ Հստակ է ասված եւ բազում անգամներ, պատվիր մեծերից, նկատի ունեմ մեր արժեհամակարգով, ազգային արժեհամակարգով, պատվիր մեծերից, որ հաջողակ լինես։ Բայց գիտականորեն էլ է դա հիմնավորված։ Գիտության մեջ առաջ է գնում նա, ով իրենից առաջ եղած գիտական ձեռքբերումները հաշվի առնում, նկատի ունենում։ Սա փողոցի անուն է փոխում, անգամ մի հատ չի դնում փոքր քննարկման, որ այս փողոցը կոչվում էր Ամիրյան, հետո Համբարձում Գալստյանի օրոք դարձավ Վռամշապու արքայի փողոց։ Հիմա այս Վռամշապու արքային, որը Մեսրոպ Մաշտոցին ֆինանսավորել է, որ հայկական այբուբեն ստեղծի, այդ թագավորն է։ Այսօր մենք որպես հայկանք մեր այբուբենի միջոցով, մեր գիր գրականության միջոցով, այն մշակույթից որ խոսում են, մշակույթի գլխավոր գործիքը գիր գրականությունն է։ Ու հանկարծ, այսինքն այն Վռամշապուի արքայանով որ դրել են դա հեչ, Պապ Թագավորի անունով ես դնում, ինչ է, ուզում եմ ասել, կամայական մոտեցում է, որովհետև ոչ կամայականի դեպքում հարցերը կքննարկվեն բանիմաց մարդկանց հետ։ Պարտադիր չի բոլորին լսես ու նրանց ասածը կատարես, բայց գոնե պիտի լսելու կարողություն ունես։ Դրա համար է կուսակցների մասին սահմանադրական օրենքում գրված։ Անպայման պիտի քննարկես։ Եթե չես քննարկում, ժողովրդավարություն հասկացությունը վերանում է, այսինքն այդ մարդիկ որևէ լծակ չունեն։ Բայց վերադառնամ նրան, որ ոչ միայն լավ երկիր ունենալու խնդիրն է լուծվում, այլ նաև ազգային երկիր, իսկապես ազգային արժեքներով ապրող երկիր ունենալու խնդիրն է լուծվում ճիշտ սահմանադրությամբ։ Այսօր մեր գլխավոր խնդիրն այն է, որ երկրի տերը, կրկնում եմ, քաղաքացին չէ։ Եվ գիտեք, ոչ թե Հայաստանում ապրող մարդը, այլ քաղաքացին, սրանք ավելի առաջ գնացին։ Տեսեք, նախկիններին մեղադրում էին շատ անշնորհքությունների մեջ։ Անհիմն չէին դրանք։ Օրինակ Հայաստանի քաղաքացին, այսինքն Հայաստանի տերը, նախկինները ասում էին, որ եթե Հայաստանում չի, պիտի Հայաստանի գործերին չմասնակցի։ 21-րդ դարում, երբ Ամերիկայի նման հսկա պետությունը աշխարհի մեկ ծրված բոլոր քաղաքացիները ընտրություններից առաջ էլեկտրոնային եղանակով քվեարկում են։ Սրանք առանցրակ վերցրին, սահմանափակեցին, ասացին, եթե տարվա կեսը երկրում չես, ուրեմն չես կարող։ Սրանք տեսեք ուր են հասնում, այսինքն եթե ես տանտերն եմ եւ օգտվելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի այն դրույթից, որ մարդն ազատ է տեղաշարժվելու իրավունքում, տանտերն եմ, իմ տանտերն եմ, որտեղ էլ որ լինեմ։ Նույնիսկ եթե լինեմ Հյուսիսային Բևեռում, ես իմ տանտերն եմ։ 10 տարի լինեմ, 50 տարի լինեմ, թե 1 օր լինեմ, ես իմ տանտերն եմ։ Դու քաղաքացուն, սրանք չգիտեն, որ քաղաքացի պետություն նշանակում է քաղաքացիների երկիր։ Քաղաքացի նշանակում է այդ պետության տեր։
Սրանք դայել են, այսինքն հակագիտական ճանապարհներով են գնում միայն մի նկատառումով։ Ոնց անեմ, որ իշխանությունը մնա ինձ։ Ոնց անեմ, որ իմ ենթակայության չգտնվող, ինձ չընթարկվող մարդիկ հանկարծ քվեարկելու իրավունք չունենան։ Բայց այ անշնորհք անգրագետ երկրի տերը քաղաքացին է։ Դու այդ քաղաքացիներից մեկն ես միայն։ Եվ երբ դու փորձում ես քո կամքը պարտադրել, քեզ սպասում է Նիկոլա Չաուշեսկուի կամ Մուսոլինիի ճակատագիրը։ Հիմա դա կարող է ուշ լինել ու մեզ համար ծանր հետևանքներ ունենալ։ Եվ ես որպեսզի այդ ենթադրական թեյական հարցերի մեջ չխորանամ, կրկնում եմ, միակ ձևն այն է, որ շատ արագ մենք լուծենք հիմնական հարցը։ Եվ քանի որ պատրաստ է, գիտեք, կա պատրաստի նախագիծ, այդ պատրաստի նախագիծն էլ 0-ից չի գրված։ Մեր նախկինում ունեցած ինչ որ սխալներ պարունակող սահմանադրության դրույթները ուղղելով եկել հասել ենք նրան, որ վերջին անգամ ի վերջո մենք կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի ընդունած սահմանադրությունը Նիկոլի արված հեղափոխության մերժվել է։ Ուրեմն դրա նախորդ ունեցած սահմանադրության հիման վրա կատարված են շտկումներ, ընդհանրապես շտկումներ։ Եվ դու քեզ ավելին պետք է թույլ չտաս, եթե դու ուզում ես 0-ից սկսել, նշանակում է դու քեզնից առաջ եղածներին անտեսում ես։ Պատվիր մեծերիդ կամ ինչպես Աստվածաշնչում գրված է պատվիր հորդ ու մորդ, սա կարևորագույն սկզբունքներից մեկն է մեր որորերդ երկար ազգի եւ մեր եկեղեցական ավանդույթի մեջ, այո։ Ես միանգամից հիշեցի Նժդեհի հայտնի ձևակերպումը ազգի մեծ մեռելները։ Եվ մենք ավանդույթ ենք ունեցել առհասարակ մեր բոլոր պատերազմների, օրինակ ասենք Արցախյան առաջին պատերազմի եւ ընդհանուր քարորյա պատերազմի զոհերին գոնե մեծամասնությանը կամ հիմնական դերակատարներին անվանապես իմանալու եւ պատվելու։ Նրանց անուններով դպրոցներ, փողոցներ, парքի անկյուններ էին անվանակոչվում։ Մենք նրանց մեծադիր պաստառները տեսնում ենք Երևանում եւ Հանրապետության մարզերում։ Վարչախումբը հիմա կռիվ է սկսել այդ ամենի դեմ եւ ընդհանրապես ազգային հիշողության ապամոնտաժմամբ է զբաղվում։ Ես հիշում եմ մեր զրույցներից մեկը, պարոն Հայրիկյան, եթե սխալվեմ կուղեք ինձ։ Երբ Նուբարաշենի դպրոցում ձեր ուսանելու տարիներին դուք կրծեր դպրոցում անչափ զարմացել եք, երբ պատմության թե աշխարհագրության ձեր ուսուցիչը ասել էր, որ Արարատ սարը Հայաստանի տարածքում չէ, եւ դա ձեզ համար մշակութային շոկ էր, որովհետեւ ամեն օր տեսնելով Արարատի սպիտակապար գագաթը, մեկ էլ հանկարծ մի օր բարձում ես պատանի տարիքում, որ այդ սար դու ֆիզիկապես չես կարող գնալ։ Ինձ համար հատկապես շոկային էր, որ այդպես հանգիստ հայերը այդպես հանգիստ խոսում են դրա մասին։ Եկատուն տեսնեմ հայրս ասում է, դու չգիտեիր։ Ասում լավ, ասենք չի, բայց դու գիտես ու հանգիստ ապրում ես։ Չէի կարողանում հասկանալ։ Բայց հիմա իր կռիվը, սրանց կռիվը ո՞րն է։ Իսկ Էրդողանը ամեն օր հերոսը չի վերցնում, չէ՞, սրան զանգում ասում Արարատի պատկերը հանեք կամ սենյակումա տարագած նկարեք կամ դասագրքերից ջնջեք ազգայինի մասին ամեն ինչը, Մաշտոցի նկարը QR-ով դրեք, որ 7-8 տարեկան երեխան չճանաչի հայոց գրեր ստեղծողին։ Այդ ամեն ինչի է արվում, ո՞րն է դրա նպատակը։ Գիտեք, սրանք ունեն իրենց պատկերացումները գործելակերպի վերաբերյալ։ Ուզում եմ շատ հասկանալի ասել քաղաքացիներին, որովհետև արժե համակարգը տվյալ դեպքում ճիշտ չի լինի կամ էլ պիտի ասես չարժե համակարգը։ Այդ արժե համակարգի հիմքում ընկած է հետևյալը. որևէ քայլ անելիս դու պետք է մտածես, դու սա նոր չի սկսված։ Ցավոք սրտի Հայաստանի պատմության վերջին տասնամյակների մասն է կազմում։ Շեֆը ինչ կմտածի, երբ ես ինչ բան եմ անում, եւ դու պետք է միշտ կռահես, թե շեֆին ինչը հաճելի կլինի։ Իրենք այդպես են պահանջում իրենց ստորադասներից։ Քանի որ իրենք էլ իրենց ստորադաս են համարում ինչ որ ուժերի, ինչ որ անհատների, մտածում են Ալիև ինչ կմտածի։ Պատկերացնում եք, ինչ սարսափելի վիճակ է։ Եվ համոզել են մարդկանց, որ այդ մարդիկ հայ մարդը, Հայաստանում ապրող մարդը պիտի բնականon համարի։ Ասում են, թե չէ պատերազմ կլինի։ Այ ողորմելի անգրագետներ եւ այ խաբեբաներ։ Պատերազմը ձեր հաջողակատարությունից չի դադարել։ Հարաբերական խաղաղությունը դրա շնորհիվ չի կայացել։ Եվրոպական միության երկրները, ես դեսպանների խոսակցություն եմ լսել իրար հետ, գիտեք այնքան հստակ էին ասում են ի վերջո Ադրբեջանն ուզում է որ Հայաստանը չլինի։ Բայց դա Ադրբեջանի ուզածը չէ, դա Թուրքիայի ուզածն է, որը անում է Ադրբեջանի միջոցով։ Սա դեսպաններն են իրար հետ խոսում։ Այստեղ հավատարմագրված դեսպան։ Այո, ես դա լսում եմ։ Ուրեմն այդ նույն դեսպանների երկրներում այդ նույն բանը, նույն պատկերացումը գիտեն։ Նրանք էլ ասում են այդ հայերի խելքը չի հասնում։ Կամ Նիկոլա Սակավամիտ է, բայց մենք տեսնենք ինչ կարող ենք անել, ուղարկում են դիտորդներ։ Ուղարկում են ընդհանրեն այն բանի անվանտակ, որ սադրանքներ չլինեն։ Ու մենք տեսնում ենք, որ սադրանքները դադարեցին։ Նիկոլ քո ողորմելի հաջողախոսություններով, այդ հաջողակատար կեցվածքով չի որ
ինչ որ բան դրական փոխվել է, կամ որ կատարեցիր Ալիևի պահանջը Մինսկի խումբը ցրելու վերաբերյալ, կամ դու ասում ես գերիներին մի քանի ամիս դիմացեք, դուք հասկանում եք ինչ սարսափելի բան է։ Նա արդեն սովորական դարձրեց, որ հայ մարդը պոռնկացած, սրիկայացած, տականքացած, ասում է դե լավ գերիների հեչ։ Չեն հասկանում, որ դուք ձեր զավակներին եք պատրաստում այդպես գերի դառնալ։ Բոլոր են հայերը, որ ասում են ոչինչ, Նիկոլը լավ բան է անում, արդեն քանի տարի անցավ։ Նրանք պոռնկացել են իրենց ողջ էությամբ։ Նրանք սրիկայացել են։ Եվ չեն հասկանում, այն աշճանի են բթացել, որ չեն էլ հասկանում, որ բթացված են։ Համարում են դե լավ գերիներ կան հեչ, պատանդներ կան հեչ, բայց պիտի գիշեր չցերեք, չքնեին, որևէ բանակցություն պետք է դրա շուրջ գնար։ Ոչ մի գերի պիտի չլինի, եթե մենք խաղաղություն ենք ուզում։ Գերի պատանդ պահելը դա նշանակում է արձանագրում ես, որ Հայաստանը հանցավոր պետություն է։ Պատերազմի հանցագործ որպես բանտում են, այսինքն մեզ բոլորիս են փչացնում։ Եվ այս պայմաններում մենք երբ որ խոսում ենք թե այս քայլը կամ այն քայլը ինչու է այսպես կատարվում։ Տեսեք, ես 77 թվականի մարտին կարծերային պայմաններում շատ եմ գրել բանտային պայմաններում մեծ մասամբ կորում էր։ Սա հրաշքով պահպանվել է շնորհիվ Մարկոսյան ռազմիկի։ Ես գրել եմ կարծերում, թաքցրել եմ այն կոճղի տակ, որի վրա մի կերպ հանեցի, ռազմիկն էլ հետո այդտեղ է հայտնում, ասում է եթե պարույր էստեղ եղել է, մի բան պիտի թողնի։ Ու գտնում է դա։ Նա սկսում է այսպես, կոչվում է ձոն անկախությանը։ Որպեսզի Մասիսը հայության խորհուրդն հավիտենական, անշղթա, ազատ ու հայկյան լինի, այսպես սկսվում է։ Եվ ավարտվում, եւ որ վերջապես լուծվի, վերանա հայկական կոչված հարցն ամոթալի, ու շերեփների կարիք չլինի օտարի եփած հարեսաներին, ու շարունակությունը չասեմ, մենք պիտի ելնենք վստահ անվարան, կեցցե ազգային միասնությունը, կեցցե ազատ ու անկախ Հայաստան։ Ասեն իմ այդ բանաստեղծությունը պիտի գրվի, որպեսզի Մասիսի փոխարեն, որպեսզի Արագածը, Հավիտյան խորհուրդն այդ հոապուշ չեք։ Չարենցի բառերը պիտի փոխենք, ես իմ անուշ Հայաստանի, որպես անհաս փառքի ճամփա, ես Արագած սարն եմ սիրում, այ ողորմելի իդիոտ եւ ապուշ, դա կապված է համամարտկային ընկալման հետ, Նոյան Տապանի հետ, Արարատի հետ, Հայաստանը քաղաքակրթության օրրան է, բոլոր հայերին ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի հիմքում ընկած է քրիստոնեական Աստծո առաջ բոլորը հավասար են սկզբունքը։ Եվ դա բնական է, որ պիտի Հայաստանում ծնվեր, դա համամարտկային գյուտ է։ Այնպես չի, որ ես էլ սահմանադրության մի տարբերակ եմ գրել։ Երբեմն ինձ հետ խոսում են, մեկ էլ տեսնում ես դիմացինը կատարյալ լակոտ։ Ասում եմ, բայց մենք էլ մեր տարբերակը գրենք։ Այ ապուշ, ես իմ տարբերակը չեմ գրել։ Ես վերցրել եմ մեր ազգային արժե համակարգից այն տարբերակը, որ Աստծո առաջ, այսինքն օրենքի առաջ, իրավունքի առաջ բոլորը հավասար են, իրավահավասար են, երկրի տերը պիտի լինեն քաղաքացիները։ Եվ հետո գտել եմ, որ դրա հիմքում ընկած է մի բան։ Դրախտավայրը եղել է պատմական Հայաստանում, Հայաստանում է եղել, պատմական չասենք։ Նոյան Տապանը աշխարհով մեկ պտտվել եկել է Հայաստան։ Քրիստոնեական աշխարհը ընկալումը, արժե համակարգը առաջին անգամ որպես համակարգային երևույթ պետականորեն ընդունել, դա է նշանակում, թե չէ մենք ուրիշ լիքը քրիստոնյա ազգեր կային, բայց երբ դու պետականորեն ես ընդունում, այսինքն դու ընդունում ես արդեն համակարգը, հրաշքով ընդունել են մեր հայրերը, եւ հիմա այդ հրաշքի զարգացումը 2000 տարի պետք եղավ, որ մարդկանց իրավավասարության գաղափարը իրավական լուծում ստանա, ու ինձ հաջողվել է գտնել այդ բանաձևը։ Ինչի է ինձ տրվել, երևի նրա շնորհիվ, որ 300 միլիոն մարդկանց ներկայացնող տարբեր ազգերի ներկայացուցիչները ժամանակին ինձ ընտրել են դեմոկրատական կոորդինացիոն կենտրոնի նախագահ։ Դա աննախադեպ բան է։ Սովետական միության պատմության մեջ մի հոգի է եղել, որ կարողացել է բոլոր ազգերին միավորել։ Ինձնից անկախ։ Ես այդ ինձնից անկախը հասկանում եմ, որ Տիրոջ կամքով։ Հիմա էլ ես այդ հիմքով է որ ասում եմ, մարդիկ, մի հատ թափ տվեք դες։ Ես ոչինչ չեմ ուզում ինձ համար։ Ինձ համար ինչ որ ուզում եմ, ստացել եմ 18 տարի բանտերում նստես, արտաքսվես, հետո հետ գաս, ապրես, այսօր ունենաս 18 թոռ, կերտես, քո վրա հարկեր դնեն այնպեսի, որ ի վիճակի չես։ Ամբողջ տարին աշխատում եմ, որ Նիկոլի հարկը փակեմ ու չեմ կարողանում։ 700 անգամ թանկացրել է ձեր տան։ 700 անգամ։ Գինեսի ռեկորդի հավակնորդ բան է դա։ Ուղղակի առաջարկ եմ ստացել, ասում են պաշտոնապես դիմեք Գինեսի ռեկորդների բանի, որ ասեն, տեսեք, մարդու հարկը նույն հողն է մնացել։ Մի քանի շինությունները ասենք 10 անգամ ավելացել են։ Համաձայն եմ 10 անգամ գույքը հարկս բարձրացրեք։ Համաձայն եմ 100 անգամ բարձրացրեք։ Բայց 700 անգամ 70,000%-ով աշխարհում շատ ճիշտ եք ասում։ Երևի դա պաշտոնապես կուղարկվի ու Նիկոլին կասեն ապրես մեծագույն Ռոբին Հուդը։ Ըստ Ռեյգանի Ռոբին Հուդը մեծագույն սրիկաներից մեկն էր, չհասկանալով ինքը հարուստներից վերցնում էր իբր թե,
բաժանում աղքատներին, հարուստներն էլ հարկերը բարձրացնում էին, հետո էլի էր վերցնում, ավելի էին բարձրացնում։ Դրա համար Ռեյգանը իր տնտեսական քաղաքականությունը սկսեց հարկերի նվազեցմամբ եւ Ռոբին Հուդյան գործելակերպը հանցավոր հայտարարելով։ Ինչևէ, ուրեմն մենք գործ ունենք այսօր ոչ թե Պարույր Հայրիկյանի շարքային ստեղծագործության հետ։ Անցած օրը Ռաֆայել Համբարձումյանը պատմաբան զանգարել, ասում է Պարույր, բայց դու գիտես, երկեր անկախական երկեր եւ ճիշտ կողմնորոշմամբ։ Միայն դու ես գրել, որոնց մեջ էլի քրիստոնեական բանն է, հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք, ոչ թե Թուրքին բռնենք, ոտքից կախենք։ Դա պրիմիտիվ բաներ չկա։ Հիմա դա ինձ է տրված եղել, մյուսը ի վերջո տարբեր ազգերի միավորել։ Վասիլ Ստուսի վերաբերյալ գիտեք, չէ, Ուկրաինա հերոս։ Հիմա տպագրեցին նոր բանկնոտ, դրամաթուղթ 2000 գրիվեն արժողությամբ։ Վասիլ Ստուսի նկարով է։ Վասիլ Ստուսը օտարներին ազգային միացյալ կուսակցության անդամ դարձնող անհատն է։ Ես դիմել եմ ժամանակին Սերժ Սարգսյանի կառավարությանը, որ եկեք Վասիլ Ստուսին Հայաստանի ազգային հերոս ազդարարենք, որովհետև առաջին օտարն էր, որ ասեց, խնդրում եմ Պարույր, ես դառնամ ձեր կազմակերպության անդամ։ Ու իրեն հետևելով մոտ 100 հոգի տարբեր ազգերի, լիտվացի, նույնիսկ ուզբեկ, ուկրաինացիներ շատ, հրեա, ռուս մեծ քանակությամբ, հայտնի դեմքեր, դարձան հայկական կազմակերպության անդամ, անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Հիմա եթե դա ընդունած լինենք, պիտի խոսենք բոլոր հայերս, գիտեք, որ Ուկրաինան հիմա նոր դրամ է արտադրում, որի վրա Հայաստանի ազգային հերոս Վասիլ Ստուսն է նաև։ Ես ձեզ լսում եմ, պարոն Հայրիկյան, եւ վերհիշում եմ վերջին ընտրարշավի կարևոր դրվագները, որի հետ դուք որևէ առնչություն չունեիք, բայց շատ ուժեղ հակադրություն է հիմա ձևավորվում իմ մտքում, որովհետեւ ես հիշում եմ, թե ինչ տեքստեր էին հնչում ընտրարշավի ամբողջ ընթացքում, իդեպ նաև ընդդիմադիր շարքերի կողմից։ Եվ ըստ իս մեծագույն խնդիրը այսօր մեր քաղաքական համակարգում առհասարակ երկբևեռ իշխանության եւ ընդդիմության մեջ երկու որակների կամ նվազ կամ փաստացի բացակա վիճակն է, ազգային եւ քաղաքացիական կամ ժողովրդավարական։ Տեքստերը, որոնք հնչում էին երկու կողմից էլ նախ եւ առաջ իհարկե վարչախմբի, դրանք ամբողջապես սպառողականության, կենցաղային օգուտի, բարձրացած կամ իբր բարձրացվելիք թոշակի աշխատավարձերի, նպաստների դրույքաչափերի մասին էր։ Ադրբեջանից մեզ որպես ողորմություն ուղարկվող դիզվառելիքի կամ հացահատիկի մասին էր, այս ամենի մասին էր։ Էներգահամակարգերի միասնականացման մասին էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մի մասը, ես ուսամ ոչ բացարձակ մեծամասնությունը ուզում է այդ տեքստերը լսել եւ իր գիտակցված քվեն նաեւ այդպես է տալիս։ Բայց եթե մենք մեր հասարակությանը զրկում ենք այդ երկու կարևոր որակներից, ազգային եւ քաղաքացիական, մենք դեմոնտաժ ենք անում մեր հիմքերը, այն ամբողջ կենսափիլիսոփայությունը, որի վրա մենք ապրել ենք, ընդ որում ազգային ու քաղաքացիական էլ չեն հակադրվում իրար։ Մարդիկ կան, որ դրանք հակադրում են, ասենք ազգայինը հետադեմ են համարում, ժողովրդավարականը կամ առաջադեմը համարում են, որ ազգային դիմագիծ չպետք է ունենա, ճիշտ հակառակը։ Մեր ժողովրդավարությունը չէ, որ ազգային դեմք ու դիմագիծ է ունեցել միշտ եւ ընդգծվել է, տարբերվել է։ Չի կարող չունենալ, որովհետեւ եթե իսկապես ժողովրդավարական է, նշանակում է ներկայացնում է տվյալ ազգը։ Տվյալ ազգը մեծամասնությամբ ի վերջո տվյալ ազգն է։ Ես այլ ձևակերպում եի տալիս, ես ասում եի մարդ ինչպես ողջ մարդկության պատմության ընթացքում, նաև այս փուլում մեր ազգի ներսում պայքար է ընթանում նյութականի, սատանայահաճո նյութականի, չարահաճո նյութականի եւ հոգեվորի գաղափարականի միջև։ Ես ձեր նույն ասածները այդպես էի ներկայացնում եւ տեսնում եի, որ գաղափարականին կամ հոգեվորին, ասենք, գրեթե նշանակություն չի տրվում։ Իսկ երբ դու խոսում ես իրավունքի մասին, դա հենց հոգևոր ոլորտից է։ Իրավունքը դա մանավանդ երբ ասում ես երկրի տերը լինելու իրավունքը պետք է մարդկանց վերադարձվի։ Նշանակում է դու խոսում ես ոչ միայն տվյալ պահին արկա խնդրի մասին, այլ խոսում ես հոգևորի եւ նյութականի։ Դեռ դպրոցական տարիներից նույնիսկ սովետական դպրոցում ասում է, ինչի ասենք, նյութապաշտությունը վատ բան է։ Հիմա նյութապաշտությունը չի մերժվում, քրիստոնեությունն էլ չի մերժվում։ Հիսուս Քրիստոսը չի ասում միայն հոգևորով ապրի մարդ, ասում է ոչ միայն հացիվ։ Ասում է հացիվը կա, այո։ Ոչ միայն հացիվ, այլև Աստծո խոսքով, այսինքն հոգևորով, գաղափարականով։ Այո, ճիշտ եք նկատել, այս վերջի աթոռակռվում, որին ես մասնակցել խիստ վիրավորական էի համարում, ես ասում եի կարող եմ մասնակցել միայն մի դեպքում, եթե գաղափարական որևէ հարց վերցվում է եւ մղվում առաջ, նույնիսկ ինձ խիստ արտահայտություններ թույլ տվեցի որոշ մարդկանց զգաստացնելու համար չաշխատեց,
Որտեղ մոլորությունը երբ ասում են մենք գանք իշխանության, մենք դառնանք սատանայի գործիքի մի մասնակիցը եւ հետո փոխենք, չես կարող։ Եթե դու այդ իշխանության գալը համարում ես բարձր նպատակ, առանց գաղափարականի շեշտադրման, արդեն դու դարձար սատանայի գործիքը, դու չես կարող սատանայի մայլում Հայկաց Խաչատրյանի խոսքերն էր շատ էր սիրում։ Ասում էր սատանի մայլում քանդրբազություն չեն անի։ Օրինակ բանտերում մեզ առաջարկում էին շուտ ազատվեք։ Ընդհանրապես շատ հազարավոր մարդիկ են գրել ներման դիմում, բայց չեն ազատել։ Մեզ ամկայականներից խնդրում էր KGB-ն։ Ասում էր գրեք։ Այսինքն նյութականն էին առաջարկում, դա իրականում ազատություն չէր։ Առաջարկում էին քո նյութական վիճակը փոխել, բայց քո հոգևորից հրաժարվելու գնով։ Բարեբախտաբար ազգային միացյալ կուսակցության մարդկանց մեծ մասը հրաժարվեց ժամկետից շուտ ազատվելու։ Այն ժամկետից շուտ ազատվածներն էլ փաստորեն դավաճանում էին, չէ՞ ընկերներին։ Եվ հետո հետագայում բավական ծանր վիճակ էր ստեղծվում։ Երկու հոգի կան, որ դա կարողացան հաղթահարել։ Այսինքն հետո եկան ավարայերի ճակատամարտն արեցին, ոնց որ պատկերավոր ասենք, բայց ընդհանրապես մարդիկ կոտրվում էին։ Դա հնուց եկող պայքար է։ Քեզ փորձում են առարկայական, նյութական խնդիրներով հեռացնել հոգևոր գաղափարականից, որտեղ հոգևորով գաղափարականով դու հավերժի հետ ես։ Նյութականով դու հայտնվում ես չարի դաշտում։ Այնպես որ մեր քաղաքացիներին նախ նյութապես խեղճացնելով, հետո էլ ընտրություններից առաջ նյութական բաներ խոստանալով փորձեցին տրամադրել իրենց օգտին, բայց որ խորանում ես, հասկանում ես, որ այդ մարդիկ ի վերջո կորցրեցին ու կորցնելու են, որովհետև մենք չստացանք, Հայաստանի քաղաքացին չստացավ որևէ երաշխիք հոգուտ այն խնդիրների, որ իրենց տրամադրում էին ձայն տալ այսօրվա իշխանավորներին։ Խաղաղության պայմանագիր չկա, գերիներ կան։ Ուրեմն դա սուտ է։ Ապահովություն էլի օդից է կախված։ Եթե քո ապահովությունը դու կապում ես բռնապետերի հետ, իսկ եթե Հայաստանում ընդունված լիներ կամ քայլ արվեր այդ ուղղությամբ Հայաստանը դարձնել աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, գիտեք, աշխարհը վաղուց գիտի, որ խաղաղություն կա այնտեղ, որտեղ հակամարտող կողմերը երկուսն էլ ժողովրդավարական են։ Եթե կողմերից մեկը ժողովրդավարական չի, այսինքն մշտապես պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, նշանակում է այդտեղ խաղաղություն չի լինի։ Հիմա մենք աստիճանաբար հայտնվում ենք բռնապետական պետությունների բնորոշ կարգավիճակում Հայաստանը։ Ինչ է նշանակում առանց դատարանի որոշման մարդկանց ունեցվածքին տնօրինել։ Բոլոր բանդերը լցնել քաղաքական անդիմախոսներով։ Այո, ինչ է նշանակում որևէ մեկին քննադատական խոսք ասելու համար միանգամից կալանավորել։ Բայց նախնական կալանքը ծանր պատիժներից մեկն է։ Դա արդեն պատիժ է։ Դու եթե ունես կասկածներ, որ նա կարող է խոչընդոտել քննությանը, ելի կարելի է հասկանալ, դու ինչու ես անպայման ընտրում նախընտրական կալանք։ Ինչ է նշանակում, թող որևէ դատավոր համարձակվի իմ ասածը չանել։ Ու դրանից հետո մեկը մնում է իշխանության։ Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանի շատ սիրահարներ կան։ Ես մի անգամ հարցրի, պապանձվեցին։ Ասում եմ, երբ Վազգեն Սարգսյանն ասաց 100%-ով էլ շահեիք իշխանությունը չէինք տալու ձեզ։ Ինչ պիտի աներ Պարկեշտ նախագահը։ Պիտի ասեր Վազգեն Սարգսյան, դու ազատված ես։ Դու այլևս կառավարության կազմում չես կարող լինել։ Չարեց, ուրեմն ինքն էլ նույն խելքին էր։ Հասկանաք, դա շատ Չարեց այդ պատճառով տարի ու կես հետո Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեց հրաժարական ընդդիմում։ Եթե ստիպեց, ուրեմն հեղաշրջում է արել, բայց ինչի ազգային հերոս։ Երկրի ներսում ապօրինի գործողություններ, հակապետական գործողություններ կատարողը մի խառնաշփոթ բան է կատարվում մեր իրականության մեջ։ Դրա համար ես երբ վերջին անգամ մասնակցեցի ընտրություններին, առաջարկում էի, որ մենք հատուկ կարգ սահմանենք եւ վերանայենք բոլոր նրանց, ովքեր որ վերանայենք կարգը ազգային հերոս ազդարարելու։ Այսինքն այնպես չլինի, որ բոլոր ազգային հերոսները գիտեք, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռիժկովին հայտարարում է ազգային հերոս։ Ինչ կապ ունի Ռիժկով ազգի հետ։ Երկրաշարժը լավ էր կազմակերպել, վատ է, դրա համար էր տալիս։ Կամ Քոչարյանը հայտարարում է այն արգենտինացուն Էդուարդո Էրնեկյանը, որ ինչ մարդը իր համար բիզնեսով է զբաղվում, դրանով դառավ ազգային հերոս, այսինքն չափորոշիչներ պետք է լինեն, բայց դա բոլորովին հայց է։ Այսօր մեր վիճակը արմատապես բարեփոխելու հիմնական բանը մնում է այն, որ քաղաքացին դառնա երկրի տերը, եւ բոլոր այն մեծամիտներին, որ ասում են էլիտար զանգվածը պիտի որոշի ժողովրդի ճակատագիրը, ուզում եմ հիշեցնել, որ այդ ամենաէլիտարները ի վերջո պիտի լինեն
կամակատարը, եթե քաղաքացիներն են երկրի տերը, լինեն կամակատարը քաղաքացիների։ Եվ դա պիտի ամրագրվի օրենքով։ Դա եթե մենք կարողացանք անել, համ Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, իսկ ամեն ինչ պատրաստ է, 95% արդեն արված է։ Մնում է որ մի երկու ամսով գան, միասին հավաքվենք, քննարկենք եւ խնդիրը լուծենք։ Նույնիսկ այս սահմանադրության անկատարության մասին ձեր դիտարկումները ընդունելու դեպքում, պարոն Հայրիկյան, պետք է այդ դիտարկումները շարունակել, ասելով, որ նույնիսկ այդ անկատար սահմանադրությանը չի հետևում այս վարչախումբը։ Ասենք այնտեղ գրված չի, որ վարչապետը պիտի SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահ եւ անդամներ ազատի, որ գլխավոր դատախազը իր մոտ որպես անձնական գլխավոր դատախազ պիտի աշխատի, այսինքն այս քաղաքական մտածողության պայմաններում սրանց այս բռնապետական հակումների դեպքում, իսկ ցավոք սրտի նման մղումների ես տեսնում եմ նաև ընդդիմության որոշ ներկայացուցիչների մեջ, մարդիկ կան, որ փորձում են Նիկոլից ավելի Նիկոլ լինել եւ առաջադրված էին վերջին ընտրություններին եւ էապես նաև ձայներ փոշիացրին, շատ անհասկանալի էր թե ինչու է 18 ուժ գլխապատար մղվում մասնակցելու, ասենք դուք չեք կարող մասնակցել։ Պետք է մի քիչ համեստություն ունենաս, չէ՞, հասկանաս, որ ցավոք սրտի իջարս են օգտագործվելու քո ձայները։ Այդպես էլ եղավ, 13%-ը փոշիացվեց ձայների, դա էլ դեռ մի կողմ, բայց ընդհանուր առմամբ այս մարդիկ ամեն ինչ արել են, որ նույնիսկ անկատար սահմանադրության պայմաններում տոտալիտար մեքենան ամբողջ ուժով գործի, այսինքն գլխավոր դատախազը շատ լավ գիտի, չէ, անգիր գիտի, ինքը լավ իրավաբան է, որպես տեսաբան, բայց ինքը չարին է ծառայում, ինքը դարձել է վարչախմբի անձնական օգտագործման գլխավոր դատախազը եւ երբ իրեն զանգում են սուպերով ու ասում, որ այս ինչ անձը պիտի նախնական կալանքի ենթարկվի, երբ որ դեռ չի սկսվել բուն դատականություն, ինքը հո գիտի իր մասին սահմանադրական կարգավորում, բայց ինքը գնում է դրան։ Մարդու իրավունքների պաշտպան կոչեցյալը երբ է վերջին անգամ խոսել մարդու իրավունքների մասին։ Կին քաղբանտարկյալ ունենք Արեգնաց Մանուկյանը, որին իր անչափահաս զավակի այդ տեսակցության հնարավորությունից զրկել են։ Դա օմբուդսմենի օր ու գիշեր գործը պիտի լիներ։ Եվ այդպես շարունակ։ Ուղղակի մի բանի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը, երբ ասում եք նույնիսկ այս անկատար սահմանադրության պահանջները չեն կատարում։ Սահմանադրության պահանջները հիմնականում կատարվում են շնորհիվ այն բանի, որ կա իշխանության ճյուղերի տարանջատում եւ փոխադարձ վերահսկողություն տարբեր ճյուղերի։ Այնպես որ նաեւ այդ երևույթները բխում են այս սահմանադրության անկատարությունից, այսինքն այս սահմանադրության, այս պետական համակարգի անկատարությունը նպաստում է, որ բացասական հակումներ ունեցող գործիչները իրենց զգան ինչպես ձուկը ջրում։ Այնպես որ ոչ միայն մարդկային հատկանիշներից է գալիս այդ բացասական դրսևորումները օրինախախտում եւ այլն, այլ գալիս է նրանից, որ ի սկզբանե Սերժ Սարգսյանին բթացնողները կամ նրա կմահաճույքը կատարող ապիկարները, որ այս սահմանադրությունը Մուսոլինիի սահմանադրությունը դարձրին հայ ժողովրդի բեռը, նրանք երևի չեն խորացել այդ աստիճանի։ Ինչ վերաբերում է դատախազին, գիտեք, դուք բավական մեղմ արտահայտվեցիք այնուամենայնիվ։ Գլխավոր դատախազին ես տեղեկացրել եմ, որ ինքը դարձել է հանցակից, որովհետև երբ դու անառարկելի օրինախախտումներ ես նշում եւ մի քանի անգամ ներկայացնում ես իրեն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը Նիկոլ Փաշինյանը խախտում է կամ անփութությամբ, կամ իշխանության չարաշահմամբ, դա ծանր հանցագործություն է, կոռուպցիոն հանցագործություն եւ ինքը սկզբից ասում է փաստեր չկան, հետո արդեն լռում է, ինքը դառնում է հանցակից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այնպես է ներշնչել իր մերձավորներին, որ մի վախեցեք, մեկ է դրության տերը մենք ենք, ինչ ուզում եք արեք, դուք հանցանք եք կատարում, բայց մնալու եք անպատիժ։ Իսկ եթե որևէ պետական համակարգ լիներ, որտեղ լիներ իշխանության տարանջատման հնարավորություն, ասենք պարլամենտի եւ գործադիր իշխանությունը մի փոխադարձ հակադրման հնարավորություն ունենային հավասարակշռման կամ դատական համակարգը անմիջականորեն կախված չլիներ, ինչը իմ նախագծում ապահովված է, ապա նույն դատախազը կմտածեր ինձ պարլամենտն է նշանակել, բայց կարող է պարլամենտից ուշադրություն դարձնել ես իր։ Իսկ հիմա երբ ինքը գիտի, որ պարլամենտի մեծամասնությունը, գործադիր իշխանության ղեկավարը բոլոր նույն տեղից են, իրենց ժամանակավորապես ապահով են զգում, բայց չգիտեն, որ չեն գիտակցում, որ սրա պատիժը լինելու է շատ ավելի ահավոր, որովհետև կարող է մարդկայինից վեր լինել։ Իրենք չեն ուզում պատկերացնել, որ մարդկայինից վեր ինչ որ բաներ կան։ Դա առաջի փուլում կարող է լինել ընդհանուր քաղաքակրթականը, բայց դրանից վեր էլ ինչ որ բաներ կան։
Արժի որ բոլոր բանական մարդիկ դա հիշեն։ Շատ կարևոր է կոռուպցիոն հանցագործությունների մասին ձեր արձանագրումը, որովհետև վարչախումբը կոռուպցիոն մաֆիա է ստեղծել եւ այն ինչ դուք նկարագրեցիք, այն ինչ մենք շարունակաբար ասում ենք, սա հենց կոռուպցիոն հանցախմբի գործելակերպ չէ, որ ես ժամանակին գրում եմ, որ դուք կառավարությունը վերեցկացել կոռուպցիոն հանցախմբի ու նշում եմ մասնավորապես արդարադատության վերջին 4 նախարարները, անձամբ դուք, պարոն վարչապետ, դատախազը, քննչական կոմիտեն, ինչևէ, դրիվ համամիտ եմ ձեզ հետ, որ երբ պետության ղեկավարությունը դառնում է կոռուպցիոն հանցախումբ, այո, դա մարդկանց մի որևէ շերտի կարող է ինչ որ չափով, ինչ որ ժամանակ գոհացնել, բայց ի վերջո դա շատ ծանր հետևանքներ ունենալու բոլորիս համար։ Օրեր անց 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստն է, հաջորդ կիրակի օրը առավոտյան ժամը 10-ին։ Ես արդեն պատկերացնում եմ, վստահ եմ դուք էլ, թե այնտեղ ինչ է կատարվելու, շատ ավելի ցածր որակի քաղաքական քննարկումներ, հատկապես այս վարչախմբի տոնայնությունը հաշվի առնելով, քան նույնիսկ 8-րդ գումարմաններ։ Ամեն հաջորդ խորհրդարան Հայաստանում ավելի վատն է, քան նախորդը։ Ամեն հաջորդ խորհրդարանի նախագահություն ավելի վատն է, քան նախորդը։ Եվ ճիշտ ասած, որպես ողջամտության կղզյակ, գիտեք ինչն եմ դիտարկում։ 90-95 թվականների առաջին գումարման Գերագույն խորհրդի նիստերի տեսագրությունները, որոնք Փառք Տիրոջ պահպանված են YouTube-ում, եւ հատկապես շատ ուշագրավ է օրինակ ձեր եւ ձեր համախոհների ու նաեւ կոմունիստների հակադրությունը ՀՀՇ-ի հետ։ Շատ հետաքրքիր են այդ քննարկումները, շատ գաղափարական եւ շատ բովանդակային։ Վազգեն Մանուկյանի ելույթները, ձեր ելույթները, Աշոտ Նավասարդյանի ելույթները եւ այդպես շարունակ։ Ես այն որ ասում են ճրակը ձերքիս այդ քաղաքական ողջամտության կղզյակներն եմ փնտրում այսօր եւ չեմ գտնում, ու դա մեծագույն ցավ է, բայց նաեւ հասկանում եմ, որ օրվա իշխանությունը նախ եւ առաջ պետք է ստեղծի այդ մթնոլորտը, որ այդ քաղաքական խոսքը հնչի։ Մենք հիմա ասենք Արմեն Աշոտյանին կամ Ավետիք Չալաբյանին կարդում ենք բանտից, իրենց գրած նամակների տեսքով, երբ որ այդ մարդիկ քաղաքական միտք ստեղծողներից են Հայաստանում, բայց նրանք ամիսներ շարունակ զրկված են հաղորդակցությունից, ու այդպես շատերը։ Համաձայն եմ, դա ցավոք սրտի իրողություն է։ Մենք այնպես չի, որ 90-ից 95 թվականներին ունեինք քաղաքագիտական բարձր մակարդակի, բարձրագույն մակարդակի հասած հասարակություն եւ դրա արտահայտիչ, սակայն այն թվերին, այն ժամանակներում գաղափարականությունը ավելի առաջին տեղում էր։ Ես հերակա եմ ընտրվել ազգային ժողովի նախագահ, իդեպ 90 թվականի ընտրություններին ես փաստորեն ապօրինի եմ մասնակցել, ես չունեի քաղաքացիություն, բայց քաղաքացիները ստիպեցին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինձ գրանցի, հետո էլ ստացա ամենաբարձր տոկոսը 92%։ Եվ երբ վերադարձա Հայաստան, փաստորեն այնպիսի վիճակ էր, որ 260 падգամավորներ, մեծ մասը անծանոթ մարդիկ, բայց շատ կարճ ժամանակամիջոցում ես կարողացա պարլամենտի ներսում ստեղծել ազատ խորհրդարանականներ падգամավորական խումբ, եւ մենք միասին նախաձեռնություններով ենք հանդես գալիս, մարդկանց կարող է տարօրինակ թվալ անկախ Հայաստանում սահմանադրության համար պայքարել, բանակի համար պայքարել, ժողովրդի կողմից ընտրված նախագահի համար, բայց ընկալվում էին դրանք։ Դուք տեսեք 91 թվականին, մեզ 90-ից 91 թվականին հաջողվեց համոզել պարլամենտական մեծամասնությանը, որ ճիշտը ոչ թե խորհրդարանական համակարգն է, այլ նախագահական համակարգը, որ իշխանության ճյուղերի տարանջատում լինի։ Եվ 91 թվականին ունեցանք առաջին նախագահական ընտրությունները իր բոլոր խախտումներով հանդերձ։ Իսկապես այն ժամանակ դեպի լավը ձգտում ունեցողների մոտ որոշակի համերաշխություն կար։ Հիմա դեպի լավը նույնականանում են նյութական իշխանություններին հաճո նյութական դրսևորումները։ Այսինքն սատանայական։ Նյութը ես չեմ մերժում, չեմ էլ կարող մերժել։ Բայց երբ դու հիմքերի հիմքում դնում ես նյութը, նշանակում է դու հոգևորը նսեմացնում ես։ Հոգևորը նսեմացրիր, հեռանում ես Աստծուց։ Աստծուց հեռացար պիտի լավ ապրես։ Այդ որտեղ է գրված։ Ամենակարողին ուրանաս ու լավ լինես։ Միայն վատ բաներ կարող են լինել։ Ես անչափ շնորհակալ եմ այս շատ արժեքավոր զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ։ Զրուցում էի Հայ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ, Սարուախնդրի հերթական թողարկումն էր 168 TV եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։